Ռուսաստանից առաջին բեռնատար գնացքը մեկնել է դեպի Թեհրանից ոչ հեռու գտնվող Ապրինիչոր նավահանգիստ, հայտնել է Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։ Այս բեռնափոխադրումը կարևոր փուլ է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով լոգիստիկ ծառայությունների զարգացման գործում։ Սուլֆատային ցելյուլոզ տեղափոխող 62 կոնտեյներից բաղկացած գնացքն արդեն հասել է Իրան, նշված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Տրանզիտը տևել է 13 օր, երթուղին անցել է Ռուսաստանով, Ղազախստանով, Թուրքմենստանով եւ Իրանով։ Ռուսական զորքերը նոյեմբերի 8-ի գիշերը անօդաչու թռչող սարքով եւ հրթիռներով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով Դնեպրում բարձրահարկ բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ եւ զոհեր։ Թիրախավորվել է նաեւ Կիևը, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսական կողմը հարվածել է Պոլտավայի էներգետիկ ենթակառուցվածքների, որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման մատակարարումների խնդիրներ կան։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է գիշերը 80-ից ավելի ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Բելգորոդի, Սարատովի եւ այլ մարզեր։ Բարդ իրավիճակ է մարտի դաշտում, մասնավորապես Պոկրովսկի ուղղությամբ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով քաղաքը դիմադրում է հիմնականում դեսանտայինների շնորհիվ։ Ուկրաինայի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ Կիևն աշխատում է Վաշինգտոնի հետ լրացուցիչ Պատրիոտ հոփամակարգեր գնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ գիշերը խոցվել են ռուսական 400 ԱԹՍ եւ մի քանի հրթիռ։ Սպիտակ տանը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Հունգարիայի ղեկավարների հանդիպումը։ Բանակցություններից հետո Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը խոստացել է թուրքական հոսք եւ դրուժբա խողովակաշարերով ռուսական նավթ եւ գազ գնելու համար պատժամիջոցներ չսահմանել Բուդապեշտի նկատմամբ։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ ռուսական էներգակիրներից հրաժարվելն ավերիչ հետևանքներ կունենա իր երկրի համար։ Հոկտեմբերին Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ։ Դա նշանակում է, որ նրանցից նավթի գնորդները բախվելու են ամերիկյան երկրորդային պատժամիջոցների։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր բացառություններ չանել, այդ թվում Հունգարիայի համար։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները եւ Հունգարիան համաձայնության են եկել նաեւ միջուկային էներգիայի, հեղուկացված բնական գազի եւ զենքի գնման ոլորտներում գործակցության շուրջ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը եւ Օրբանն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Հունգարիայի վարչապետի ձևակերպմամբ իր երկիրը միակն է Եվրոպայում, որ ձգտում է խաղաղության, քանի որ եվրոպական մյուս կառավարությունները դեռ հավատում են, որ Ուկրաինան կարող է հաղթել։ Թրամփն էլ հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ինչ վերաբերում է Բուդապեշտում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ այն տեղի կունենա եւ կարևոր արդյունքներ կտա։ Սահմանային բախումներից հետո Պակիստանի եւ Աֆղանստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են, դրանք անցել են Ստամբուլում, սակայն կրկին անարդյունք։ Բլումբերգի տվյալով թալիբները հրաժարվել են սահմանին զինյալների հարձակումները դադարեցնելու հստակ երաշխիքներ տրամադրել։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակցությունները փակուղում են, ինչն ընդունում են նաեւ միջնորդները Կատարը եւ Թուրքիան։ Հոկտեմբերին Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Պակիստանը մեղադրել է թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Այնուհանդերձ օրեր անց կողմերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել եւ բանակցություններ սկսել։ Մինչ այժմ սահմանին մասշտաբային միջադեպեր դեռ չեն գրանցվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։